Բայց երբ որ Տերը սկսում է փորձել քեզ, ինչ որ դժվար ժամանակներ սկսվում քո կյանքում, գիտես քո մեջինը սկսում է դուրս գալ։ Ու դու պետք է հայտնաբերես քո մեջի վատին, քո մեջի թշնամուն։ Երբ որ հայտնաբերում ես, այստեղ Տերը ասում է ինչ, խոստովանիր։ Երբ որ դու անհամբեր ես մի հարցում, խոստովանի Տիրոջը։ Նեշտի Տերը չգիտի դա, նա գիտի, բայց ուզում է որպեսզի մենք անկեղծ լինենք։ Գիտեք, Տերը փրկում է եւ մաքրում է մարդուն, երբ որ մարդ անկեղծ է եւ խոստովանում է։ Տերը ավել նոր տեղ չի գա ու գործ չի անի, եթե դու չուզենաս, բայց երբ որ դու ուզում ես եւ դու ասում ես, Տեր, խոստովանում եմ, որ ես անհամբեր եմ, Տեր, խոստովանում եմ, որ ես նախանձ եմ, Տեր, խոստովանում եմ, որ ես ունեմ այս խնդիրը։ Գիտեք, խնդիրին կամ մեղքի անունով դիմեք։ Մի փախկացեք։ Եթե նախանձը ասա նախանձ կա իր մեջ, թե գողի հոգի կասա գողի հոգի կա իր մեջ։ Ազատի դրանից։ Երբ փնթացող հոգի է ու գալիս է քո դժվար պահը, որ դու անցնես ու սկսում ես փնթփնթալ, ասա Տեր, ես փնթփնթացող հոգի ունեմ, մաքրի ինձ Տեր, ազատի ինձ դրանից։